հենց օդանավի մուտքի մոտից Համբարձումյանին մեկուսացրին վտանգը որներ, ինչու է հապճեպությունը։ Մանավանդ եթե մարդը իր ոտքով եկել է կալանքի մասին տեղյակ լինելով։ Վտանգը դրանում է, որ մեր հասարակության մեջ կա հասարակության կողմից սիրված, հարգված, ընդունված գործիչ եւ դա Նիկոլ Փաշինյանը չի։ Դա արդեն վտանգ է, ինքը ցանկացած մարդու, ով որ հեղինակություն այրանից ներկայացնում, ով որ հասարակական հարգանք է վայելում եւ ինքը չի, այդ մարդկանց ինքը բոլորին ոչնչացնում է։ Սա սովորական դիկտատուրայի կանոն է, նա ոչ մի դեպքում չի կարա հաշտվի ժողովրդի քվեարկության արդյունքների հետ։ Տեսեք, էլ իրականությունը ինչ է։ Այնտեղ որտեղ համայնքի ղեկավարը ընտրվում մարդ, որը որ ՔՊ-ից չի, առանց բացառության բոլորը ենթարկում են իրավական այս գործիքակազմով հետապնդումների։ Բացառություն այդ իմաստով գոյություն կամ պաշտոնից են հեռացնում, կամ ընկնում են հետևից, սպանում են, ձերբակալում են։ Ինքը չի կարա ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստի։ Իր մոտեցումն է, որ պիտի ժողովուրդը իր կարծիքի հետ հաշվի նստի։ Ու իր կարծիքն կարա ասի դու օրվա մեջ 10 անգամ փոխվի։ Մի օր ասի Արցախը Հայաստանն է, մի օր ասի մենք պիտի Արցախին աջակցենք, մի օր պիտի ասի հաջորդ օր ասի չէ Արցախը Ադրբեջան։ Ինչը որ ասում է, պիտի բոլորը իր կարծիքի հետ հաշտվեն։ Եթե մի մարդ կա, որ իր կարծիքից տարբերվում է, այդ մարդկանց ինքը ոչնչացնում է։ Ամեն դեպքում ասում են, որ իրավական process-ը բացառապես իրավական իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ են պնդել։ Ինչ իրավական, որտեղ է իրավական process, որտեղ է այսինքն մարդը, որը 6 տարվա 3 ամսվա ազատազրկման ենթակա էր, ասենց ազատ ընտրվել էր, աշխատում էր, պաշտոնավարում էր, հա։ Եթե մարդը, որը որ օդանավակայանից իր ընտանիքին հանդիպելու հնարավորություն չունի, որովհետև ինքը տենց մի հատ մեծ մեղք է գործը, բայց մինչև հիմա ինչ էր անում։ Պարզը որ իրավական գործընթաց երբ է սկսվել այս կարգի հետապնդումը, երբ որ մարդ առաջադրվել է վարչապետի թեկնածու, տենց է։ Հիմա այն մարդիկ, ովքեր քիչ առաջ դե խոսում էր իմպիչմենտի մասին, ընտրությունների մասին։ Հիմա եթե ընտրություն լինի, բոլոր ցուցակների առաջի համարները պիտի լինեն վարչապետի թեկնածու։ Հիմա Դավիթ Համբարձումյանը վարչապետի թեկնածու էր իմպիչմենտի գործընթացով։ Հիմա տենում ենք, չէ՞ ինչ ճակատագրային քարը։ Հիմա ովքեր մտադիր են, որ պիտի ընտրությունները մնան վարչապետի թեկնածու, այսինքն պիտի տեսնեն իրանց միջավայրում, որ դա կատարվելու է իրանց հետ։ Իհարկե սա լավագույնն է, որովհետև կարա նաև սպանեն։ Հասկանալի է ձեր տեսակետը, շնորհակալ եմ։ 168 թեմի հարգելի հետևողներ